Պարոն Խուդոյան, նախ երեկվա միջադեպի հետ կապված Կոչուբաևի առևանգման ձեր որակումն եմ ուզում լսել, հատկապես ԱԱԾ աշխատակիցների բերման ենթարկելու մեթոդի վերաբերյալ, որովհետև տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչ կոպիտ ձևով են բերման ենթարկում փաստաբանին։ Ես ինքս Ալեքսանդրին տեսել եմ, երբ որ իրեն արդեն մեքենային նստեցնում, այդ կադրերը սկզբից չէի տեսել, հետագան ինձ ուղարկեցին։ Ձևը, բովանդակությունը և կիրառված հոդվածը ակնհայտ անհամաչափ են և ուժի ցուցադրության տարեր են, այսինքն տարերել չէ, ուղղակի ուժի ցուցադրության խնդիր էր, բաժիչ գործողություն էր իր հրապարակային հայտարարությունների համար։ Իրարված հոդվածն էլ ընդհանրապես իրավաբանորեն չի համապատասխանում այդ արարքին, բայց հատուկ ընտրվել այդ հոդվածը, որպեսզի հնարավորություն ստեղծվի կալանքի տանել, որտեղ եթե օրինակ դիտարկում են, չգիտեմ, դատավոր ինքնին կամ դատախազին վիրավորանք հասցնելու տեսանկյունից, դրա վերաբերյալ այլ հոդված կա, որը ազատազրկում չի ենթադրում իր համար, և հետևաբար կալանքել չէր կարող կիրառվել, բայց հատուկ ընտրել են այնպիսի հոդված, որով հնարավոր լինի, էլի թեկուզ միջին ծանրության, էլի պրակտիկան չկա, որ այդ հոդվածով կալանքներ կիրառեն, բայց ոնց որ համակարգի վրեժ իր նկատմամբ իր հրապարակային հայտարարությունների համար։ Պարոն Խուդոյան, իսկ եթե ավելի հստակ խոսենք, սա հստակ գործողություններ միայն Կոչուբաևին ուղղված, թե ամբողջ փաստաբանական համայնքին։ Օրինակ ես էլ քիչ առաջ հրապարակեցի, որ ինձ վերաբերյալ կարգապահական վարույթի հաղորդում են ներկայացրել, բանի համար, որ քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունները հրապարակային որակել են որպես սուտ։ Չէ իրականում ապացուցել են, որ այդպես է։ Տարբեր եղանակներով փորձում են նաև, քանի որ ամեն ինչ սահմանափակել են, դատական արձանները ապետության տակ են, դժվար արդարացան հասնել, փաստաբանները ստուլեն մարդիկ են, ովքեր բարձրացնում են անարդարությունների մասին, հրապարակային ներկայացնում են բոլոր այդ խնդիրները, համակարգի խնդիրները, բարձրացնի տպավորությունով հերթացել արդեն նաև փաստաբաններին դրացնելու գործեր կատարել են։ Ֆեյսբուքյան էջումը հրապարակել եմ քիչ առաջ, քննչական կոմիտեից հաղորդում գնացել փաստաբանների պալատ, ես բան քննարկում վարույթ հարուցել չհարուցելու հարցը, ես ինքս խնդրելու եմ, որ վարույթը հարուցվի, որպեսզի գործընկերներս էլ կարողանան ներկայացնել բոլոր հանգամանքները։ Եվ խոսքը նրա մասին է, որ քննչական կոմիտեի նախագահը հանրային հեռուստաընկերության եթերում սուտ արտահայտություններ է կատարել, ես էլ ապացուցված ձևով դրանք որակել եմ որպես սուտ, իրեն էլ անվանել եմ սուտախոս։ Պարոն Խուդոյան, եւս մեկ հարց, ձեր կարգապահական վարույթի վերաբերյալ պատասխան տվել եք արդեն։ Չէ, ես կարծում եմ շաբաթ կամ կիրակի ժամանակ կունենամ պալատին կհասցնեմ բացատրությունը, որից կխնդրեմ վարույթը հարուցել եւ արդեն ըստ օրենքով սահմանված ընթացակարգի համապատասխան լսումներ կազմակերպել։ Ինչու են հենց հիմա նմանատիպ քայլերի դիմում։ Դե գուցե դրա համար որ փաստաբաններն են ասում ակտիվ, հակայակ գերացական մարշավիդյան պայքարում եւ այլն փորձում են հնարավոր դիմադրության օջախներ վերացնել գործողությունները ավարտին հասցնելու համար։ Պարոն Խուդոյան, փաստաբանների շրջանում խոսվում է հավանական գործադուլի մասին, դուք ինչ կասեք, կողմ եք այդ գաղափարին, թե ոչ։ Ես իհարկե կողմ եմ, բայց քիչ թերահավատ եմ, որ ֆակտիկ դա հնարավոր է իրականություն դառնա, պատճառով որ հանքներ տարբեր անձանցից է, որ կանցած տարբեր նախասիրություններով եւ պատկերացումներով եւ հիշում եմ դեպքեր, որ ընդհանուր փաստաբանների ծեծի ենթարկելով վշտանգումների դեպքերով էլի կար բավականին ծանրակշիռ արձագանք, բայց չեմ կարող ասել, որ ամբողջ փաստաբանական համայնքն էր այդ հարցին միացած։ Պարոն Խուդոյան, իսկ փաստաբանները առհասարակ այս պահին ինչ անելիք ունեն, որպեսզի այս գործողությունների վերջը տան, հա, այսպես կոչեմ։ Փաստաբանները պետք է շարունակեն իրենց բնականon աշխատանքը, պայքարեն անարդարությունների դեմ, բարձրաձայնեն անարդարությունները, նույնիսկ եթե իրավական համակարգում այս փուլում սուտ օրենքով նախատեսված կարգով արդյունքներ գրանցելը բարդացել է, բայց անընդհատ փաստաբանները իրենց գործը պետք է շարունակեն անել դրա։ Կոչուբաևի գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին, որի մասին համացանցում խոսում են որպես մեղադրանքի հակում ունեցող դատավոր։ Դուք ինչ կասեք, ինչ կարծիք ունեք նրա մասին։ Դա իրականում նորություն չի, ցանկացած անձ, որ բարձր նորական գործիքներով գրի Մասիս Մելքոնյան,
դժվար թե որևէ ասենք հազարավոր նյութերի մեջ մի նյութ գտնի, որտեղ այդ անձը դրական կբնութագրի։ Կոչուբաևի գործի վերաբերյալ արդար քննության սպասում եք։ Բարդ է մի քիչ ասել, իհարկե բավականին ծանր բանի տակ են մտել իրանք օտավական հետապորությունները վնաս process-ը տանում, արդեն եթե գործ կգնա դատարան, առաջիացան վերակնիչացան, արդեն կտեսնենք, ես տեսնեմ, որ ինքը իրեն ներսագված արարքը բացայտանի մնա, ապօրինի եւ շատ ջանքեր պետք չի գործադրել, որպեսզի օրենքով սահմանված կարգավիճակի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնեն։